միջինքով կիսվում է մեծ պահքի 48-օրյա ընթացքը։ Շատերը կարծում են, թե այսօրը կարելի է խախտել սննդային պահեցողությունը։ Իրականում միջինքն ընդամենը կարճ հանգրվան է պահեցողության անցած եւ հաջորդող օրերի մասին, մտորելու հոգեվոր վարքը կենցաղը վերանայելու համար։ Այս ճանապարհի մեջ սննդային պահեցողությունը գալիս է, որպեսզի օգնի մեզ մեր մարմինը տկարացնելու ճանապարհով, որպեսզի մենք կարողանանք մեր հոգին զորացնել եւ կարողանանք հաղթահարել բոլոր չար սովորույթները, վատ սովորույթները, սխալները եւ դրանով իսկ վերագտնելու մեր կորսրածը, Աստծո պատկերն ու նմանությունը։ Ի տարբերություն մեծ պահքի մյուս շաբաթների, միջինքի եկեղեցական արարողություններն ավելի քիչ են։ Շատ են օրվա հետ կապված ժողովրդական սովորությունները։ Մասնավորապես երեկոյան ժամերգությունից հետո մարդիկ հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջը, կիսում բաղարջ հացը։ Այսօր թխել եմ կլոր, թխված կաբլիտ, մեջ անկույզ եմ լցրել եւ մեկ հատ չամիչիկը այդ նշխարն էր, որը պետք է ինչ-որ մի ընտանիքի անդամին ընկնի, բայց դեռ հələ միջև վերջ չենք կերել, ես ու տղաս ու դեռ չգիտենք ում հաջողությունն է այս տարի ժպտալով։ Քրիստոնյայի համար շատ կարևոր է, որ իր սրտի մեջ, իր հոգու մեջ վերագտնի Աստծուն։ Եվ միայն Աստծո հետ ապրելով է, Աստծո հետ հաշտվելով է եւ Աստծո օրհնության մեջ ապրելով է, որ մարդը կարող է հաջողություն ունենալ այս կյանքում։ Հատկապես հնում ոչ միայն միջինքը, այլ նաև եկեղեցական շատ այլ տոներ են շարունակվել ժողովրդական երկու պարով։ Երեկոյան ժամերգության ավարտին Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում ելույթ ունեցավ Շուշիկի բենդը։ Հնչեցին ժողովրդական երգեր, իմացողները ձայնակցեցին, չիմացողները սովորեցին խմբից։ Պահքի շրջանում չգիտեմ մեր ժողովրդի մեջ ինչքանով է ընդունված եղել ամբողջ ընթացքում երկու պարը ակտիվ պահել, բայց գոնե միջինքին, երբ որ կոպեկով գաթանել թխել են ու հաստատ հավաքվել են միասին այդ պահը ֆիքսելու, որ կիսվեց պահքը, մտածեցինք, որ չի խանգարի երկով պարով հավաքվելը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։